Մտար։ Եթերում ես։ Սիրելի ընկերներ, մենք այս պահին օդանավակայանում ենք, հիմա ինձ միացավ Ադի Բեկյանը, միացավ Շուշանը Պետրոսյան, Նարեկը Սամսոնյան, ընկերներ, Ինչու ոչ։ իսվեք մի հատ տպավորություններով, մարդիկ իմանան ինչ է այստեղ կատարվում, ոնց է, իմ գնահատականով բավականին շատ մարդ է ու գնալով շատանում են, մենք ստանում ենք զանգեր անընդհատ, որ մարդիկ դեռ ճանապարհին են, խցանումները, փարաքարի այդ ճանապարհին, նաև պարկովկայի ծնտիրա։ Ես մի հատ փորձեմ ցույց տալ ձեզ, ուրեմն մոտավորապես այսենց վիճակա այս կողմը, մարդիկ գալիս են, այն կողմն էլ ագին մարդ կար, տենց չեմ կարող ամբողջը ցույց տամ, շատ մարդ գնացել է շենքի ներս, բայց տեսնում եք էլի, որ չգիտեմ, 1000-ից ավել երևի թե կարող է դաժե քիչ եմ ասում, այնց որ շատ մարդ մի խոսքով, բոլորը տրամադրված շատ վճռական, ենթադրում եմ, որ սենց էներգետիկա շատ վաղուց չի եղել, որ շատ հստակ գաղափարի շուրջ մարդիկ հավաքվել են ու նաև հոգևորականներ կան, նաև քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, հանրային ճանաչելիություն ունեցող մարդիկ։ Հիմա նույնիսկ երևի թե կփորձենք այս ընթացքում հենց հիմա գիտենք, որ իջնում է արդեն օդանավը, երևի թե արդեն իջել է։ Քիչ հետո կզրուցենք մեր ընկերների հետ, որոնք որ այստեղ են, ըստ էության հասկանալու համար ով ինչ է մտածում, ով ինչի է այստեղ։ Ես հույս ունեմ, որ նաև վեհապարը դուրս կգա այս կողմից, որպեսզի վստահ եմ տեղյակ արդեն, որ մարդ է եկել, ենթադրում եմ, որ դուրս կգա, ամեն դեպքում ես ում հետ հասցրեցի շփվել, բոլորը անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեն կոնկրետ հավատքին, եկեղեցու հանդեպ վերաբերմունքը, կարծում եմ, ես բոլոր մարդկանց մոտ մեկն է, եւ նաև մեկն է, ուրեմն